14 միլիարդ 204 միլիոն դոլար պետական պարտքը շատ է, թե քիչ Հայաստանի տնտեսության համար։ Ընդհանուրի մեջ 13 միլիարդ 710 միլիոն դոլարը կառավարության պարտքն է, որից 54%-ը ներքին, 46%-ը արտաքին է։ Դրամային արտահայտությամբ մեր պարտքը գրեթե 5 տրիլիոն 418 միլիարդ է։ Բայց պարտքի մասին խոսողները երբեմն միտումնավոր աչքաթող են անում, որ գլխավոր հարցը ոչ թե թիվն է, այլ այն, արդյոք այդ պարտքը կառավարելի է եւ ինչ է այն տալիս երկրի տնտեսությանը։ Եթե մենք նայում ենք հնայի նկատմամբ պարտքի հարաբերակցությունը, ինքը ամբողջությամբ կառավարելի մակարդակում է, մենք մեր հետ համադրելի երկրների տեսանկյունից նույնիսկ ավելի լավ վիճակում ենք։ Պարտքը հարաբերակցությունը 50%-ի միջակայքում է։ Մարման միջին ժամկետը մոտ 7 տարի։ Ֆիքսված տոկոսադրույքով պարտքը 86.5%-ի շրջանակում է։ Կարելի է իհարկե ուղղակի խոսալ նրա մասին, որ պարտքը մեծ է կամ փոքր է, բայց իր կառավարելիության հարցը հենց սենց ցուցանիշներով է չափում եւ մենք բոլոր տեսանկյուններից գտնվում ենք կառավարելի միջակայքում։ Այո, արդյոք մենք ուզում ենք ավելի կառավարելի լինել, միանշանակ ուզում ենք ավելի կառավարելի լինի, լավարկման տեղ ունենք, միանշանակ լավարկման տեղ ունենք, անհանգստանալու տեղ ունենք, ոչ։ Վերջին տարիներին կառավարությունը մեծացնում է ներքին պարտքի կշիռը, այդպիսով խուսափելով փոխարժեքի ռիսկերից։ Բացի այդ, ներքին պարտքի ավելի քան 87%-ը վճարվում է Հայաստանի քաղաքացիներին, որոնք ձեռք են բերում պետական պարտատոմսեր, միաժամանակ աջակցելով պետությանը եւ ստանալով եկամուտ։ Սակայն ներքին պարտքը արտաքինի համեմատ ավելի բարձր տոկոսադրույք ունի, նկատում է ֆինանսների նախարարի տեղակալը։ Եթե օրինակ մեր արտաքին վարկերի միջին տոկոսադրույքը 3.3% է, ապա գանձապետական պարտատոմսերին դրամով արտահայտված միջինը 10.3% է։ Իհարկե կարելի է ասել, դե եկեք գնանք մենակ արտարժույթով վարկեր վերցնենք, բայց այդ 2.3%-ը ամբողջությամբ դուրս է գնում։ Արդյոք մենք ուզում ենք, որ շատ կախված լինենք եւ շատ անհանգստանանք անընդհատ դրամի տատանումներից պետական պարտքի տեսանկյունից։ Այդքան էլ չէ։ Իսկ այդ դեպքում ինչի ամբողջը չենք տեղական շուկայից վերցնում, մենք չենք ուզում բոլոր վարկային ռեսուրսները դեպի մեզ քաշել, որովհետեւ մասնավոր հատվածը եւս ֆինանսավորման կարիք ունի։ Այսինքն մենք փորձում ենք այս բալանսը գտնել։ 2024-ի տարեվերջի համեմատ պետական պարտքն ավելացել է ավելի քան 1.3 միլիարդ դոլարով, մեծ մասամբ ներքինի հաշվին։ Հայաստանը պարտքի կառավարման առումով ռիսկեր չունի, նկատում է փորձագետ Էդգար Աղաբեկյանը։ Մենք այս վերջին տարիներին, այո, պարտքի բավականին մեծ աճի տեմպեր ունենք, բայց մեծ է նաև տնտեսության աճի տեմպերը, երկրորդը մեծ է նաև բյուջեի, ասենց ասած, աճի տեմպերը։ Դրանք կարելի ասել որոշակիորեն համադրելի են միմյանց հետ։ Այստեղ ոչ այնքան իրականում խնդիրը դրա մեջ է, որ այդ ծավալները մեծանում։ Այստեղ խնդիրը թե որքան արդյունավետ են օգտագործում այդ միջոցները, այսինքն բայց այստեղ ոչ թե պարտքի ներգրավման միջոցների արդյունավետ օգտագործումն է, այլ ընդհանրապես պետական ծախսերի արդյունավետությունն է։ Հայաստանի պետական պարտքի արժութային կառուցվածքը այսպիսին է. 53.7%-ը դրամային, 27.3%-ը դոլարային, 11%-ը եվրոյով եւ 7%-ը SDR-ով, որը տարբեր արժույթների համախումբ է։ Փոքր մասնաբաժին ունեն ԻԵՆ-ն ու ՅՈՒԱՆ-ը։ Եթե պետական պարտքը մեր կառավարելի չլներ, մենք դրա ազդեցությունը անմիջականորեն կզգայինք։ Պետական պարտքի կառավարելիությունը կախված է վերջինիս չափից, համախառն ներքին արդյունքի մեջ ունեցած տեսակարար կշռից, դրա սպասարկմանն ուղղվող գումարների մեծությունից եւ տնտեսական աճի ավելի մեծ կամ փոքր լինելուց, քան այդ սպասարկման գումարներն են։ Ժամանակ առ ժամանակ ոմանք պետական պարտքը նաև բնակչության քանակի վրա են բաժանում եւ նշում, որ մեկ քաղաքացուն բաժին է ընկնում մի քանի հազար դոլար պարտք։ Սա մասնագետների կարծիքով սխալ մոտեցում է։ Ուղղակի վերցնել անհատի մեկ շնչին հաշվով պարտքի մեծացում ուղղակի նայեք, պիտի նայեք, որ մեկ շնչին հաշվով նաև հնայի ծավալներն են մեծանում, կամ մենք ունենում ենք որոշակիորեն տնտեսական արդյունավետության աճ, որը ենթադրում է, որ մեր պոտենցիալն է տնտեսության աճում, որի վկայությունը հենց տնտեսական այն կայունությունը շոկերի մեջ, որ ունեինք, կամ ունենք որոշակիորեն նաև փոխարժեքի կայունություն, որը էլի պարտքի կառավարման հետ կապված որոշակի ռիսկեր էր, որովհետև մեր պարտքի որոշակի մասը արտարժույթով է, արտարժույթի շուկայում եղած ռիսկերը կարող են ազդել պարտքի վրա, բայց ունենք այս ոլորտում որոշակի կայունություն, ունենք կենտրոնական բանկի պահուստների որոշակի աճ։ Ավագ Ավանեսյանը շեշտում է. լավ է, որ քաղաքացին հետաքրքրվում է պետական ֆինանսների կայունությամբ եւ կառավարմամբ, բայց չպետք է նաեւ մանիպուլյացիաներին տրվել։
Մենք ինչ կարող էինք անել, ասել դե պարտք չենք վերցնում էլ, օրինակ պետքա ջրամբար սարքել, հարկերը այդ տարի բարձրացնում ենք, փողը հավաքում ենք, ջրամբարի վրա ծախսում ենք, հետո հարկերը նորից իջացնում ենք։ Պատկերացրեք ինչ քաոտիկ համակարգ էր դառնալու, այսինքն կարող ենք ասենք, գիտեք, ձեր հարկերը օրինակ այսքան էին, հիմա բարձրացնում ենք 5%-ով, որովհետև ջրամբար է պետք կառուցելու։ Ծավալային առումով աշխարհում ամենամեծ պետական պարտքը Միացյալ Նահանգներինն է՝ շուրջ 38.5 տրիլիոն դոլար, որը փոքր-ինչ գերազանցում է երկրի համախառն ներքին արդյունքը։ Այս քարտեզում մուգ նարնջագույնով նշված են այն երկրները, որոնց պետական պարտքը ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման 2025-ի արդյունքներով հավասար կլինի կամ կգերազանցի տվյալ երկրի ՀՆԱ-ն։ Առաջատարը Ճապոնիան է, որի պետական պարտքը ՀՆԱ-ի կրկնապատիկից ավելի է։ ՀՆԱ-ն գերազանցող պետական պարտք ունեն նաև Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Սինգապուրը եւ Հունաստանը։ Ի հակադրություն, Մակաոյի պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ 0-ական է, իսկ Լիխտենշտեյնինը կազմում է ընդամենը 0.5%։ Վիլեն Խաչատրյանն անդրադառնում է մեր ՀՆԱ-ին։ Եթե 2022 թվականին մենք ունեինք 8.5 տրիլիոն դրամանոց համախառն ներքին արդյունք, ապա ըստ կանխատեսումների համաձայն 2025 թվականին այն կազմելու է գրեթե 11 տրիլիոն։ Հետևաբար 2.5 տրիլիոն դրամը համեմատեք այդ պարտքի ավելացման հետ։ Եվ մյուս կողմից պարտքը ավելանում է ըստ ՀՆԱ-ի տեսակարար կշռի, այսինքն եթե նա ավելի խոշոր չափերի է հասնում, կարող է օգտագործել ավելի շատ պարտքի գործոն։ Մենք տեսանք շինարարության բումը, եւ որը ազդել է նաև կոնկրետ տնտեսական աճի վրա։ Այս ոլորտում ենթակառուցվածքային ծրագրերը, որոնք կարող են նաև ֆինանսավորվել պարտքի միջոցով, ունենում են նաև մուլտիպլիկատիվ էֆեկտ։ Հաճախ տեսակետներ են հնչում, որ եթե պետությունը փողի խնդիր չունի, ապա ինչու է պարտ վերցնում։ Ավակ Ավանեսյանն է արձագանքում։ Այս դեպքում խոսքը զարգացման խնդիր լուծելու մասին է։ Երբ որ մենք խոսում ենք, ասում ենք, դե որ փողի խնդիր չկա, պարտ մի վերցրա, օքեյ, շատ լավ, այդ դեպքում նշանակում է ենթակառուցվածքի խնդիր չունենք։ Փաստում ենք, որ ենթակառուցվածքի խնդիր չունենք։ Շատ էականորեն զարգացել է, բայց տենց գալ ու ասել, որ մենք էլ զարգացման տեղ չունենք, լավ է, օքեյ, ես շատ ուրախ եմ, եթե մարդիկ կան, ովքեր համարում են այս մակարդակը զարգացման բավարար։ Բայց չեմ կարծում, որ նման խոսակցություն կարող է լինել։ Այսինքն պարտքի նպատակը դա ինքնանպատակ չի, էլի ինքնից չի, որ պարտք ենք ուզում վերցնենք, որտեղ այ չենք սիրում մարդկանց, ուզում ենք, որ բոլորը պարտք լինեն։ Մենք ասում ենք, կա կոնկրետ խնդիր լուծելու, ոնց լուծես։ Մենք գնում ենք, ասում ենք, շրջան, այս ճանապարհն է պետք սարքել, ով է համաձայն մեզ իր միջոցները հենց հիմա չծախսի, տա մեզ, ոնց որ դուք բանկում եք տանում դնում, բայց մեզ տվեք կամ բանկում դրեք, որ հետո բանկը մեր պարտատոմսերը առնի, որ մենք այդ ճանապարհը սարքենք եւ եթե մենք իրականում հաջողենք եւ այդ ճանապարհը կառուցվի եւ ինքը լավը լինի եւ ինքը լուծի խնդիրներ եւ տնտեսությունը զարգանա, դուք ձեր օգուտը այդ որոշումից կստանաք։ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով 2026-ի տարեվերջում աշխարհի պետական պարտքը կհասնի ՀՆԱ-ի 96.8%-ին, իսկ 2029-ին կհասնի 101%-ի։ Նիկոլայ Ավետիսյան, Աշոտ Խաչատրյան եւ Արմեն Գրիգորյան, Կիրակնորյալ ուրեր։